Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների քննարկմանը կներկայացվի օրինագիծ, որը ենթադրում է հայտնի 907 ուղղման վերացում։ Հիշեցնենք, Ազատության հաջողության ակտի 907 ուղումը արգելում է Միացյալ Նահանգների վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Փորձագետների գնահատմամբ այդ սահմանափակման վերացումը հնարավորություն կտա Բաքվին ժամանակակից զինատեսակներ գնել Միացյալ Նահանգներից։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կարծես Ադրբեջանը քիչ-քիչ հասնում է իր ուզածին։ Այո, ես հիշեցնեմ, որ այդ ուղումը ընդունվել էր դեռևս 92 թվականին որպես պատժամիջոց Ադրբեջանի դեմ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանը շրջափակման էր ենթարկում Հայաստանին։ Տարիներ անց կոնգրեսը հնարավորություն տվեց նախագահին 1 տարի ժամկետով ժամանակավորապես կասեցնել այդ ուղղման գործողությունը, այսինքն սառեցնել 1 տարով, եթե դա է պահանջում Միացյալ Նահանգների ազգային շահը։ Եվ գրեթե բոլոր նախագահները ամեն տարի օգտվում էին այդ հնարավորությունից եւ ժամանակավորապես կասեցնում էին այդ ուղղման գործողությունը։ Միակ բացառությունը եղավ 2023 թվականին, երբ Ջո Բայդենը չօգտվեց այդ հնարավորությունից եւ ըստ էության այդ պատժամիջոցը վերականգնվեց, պատճառը Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան էր։ Թրամփը նախագահ ընտրվելուց հետո հայտարարեց, որ վերականգնում է, օգտվում է իր այդ հնարավորությունից եւ կրկին կասեցնում է 907 ուղղման ուժը եւ ակնարկեց, որ հնարավոր է, որ այդ ուղումը ընդհանրապես վերացվի։ Դրան նախորդել էին օգոստոսյան հայտնի համաձայնությունները։ Ադրբեջանում ողջևորվել էին եւ հույս ունեին, որ արդեն մինչեւ այս տարվա վերջ կոնգրեսը կհանի այդ ուղումը ընդհանրապես, արգելքը կվերացվի։ Բայց այն այդպես էլ չվերացվեց։ Ադրբեջանում հավանաբար դա հիասթափություններ առաջացրել, քանի որ նոյեմբերի սկզբին Ադրբեջանի արտգործնախարարությունը հատուկ հայտարարություն տարածեց, որով կոչ էր անում Միացյալ Նահանգներին հետևողական լինել այս հարցում եւ գործնական քայլեր ձեռնարկել 907 ուղումը հանելու, վերացնելու նպատակով։ Լուրջ լոբիստական ջանքեր էին գործադրում, օրինակ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներում ակնհայտ վճարված հոդվածներ էին լույս տեսել այս թեմայով, այսինքն կոչ անելով հանել այս սահմանափակումը։ Եվ նաև տեղեկատվական արտահոսքեր եղան այն մասին, որ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոնում հենց այս հարցի վերաբերյալ գաղտնի հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բրայան Մաստի եւ սենատոր Ստիվ Դեյնսի հետ։ Եվ այս ջանքերը ինչ որ իմաստով արդեն արդյունք են տալիս, քանի որ 3 առաջին օրը կոնգրեսի պաշտոնական կայքում զետեղվեց տեղեկություն այն մասին, որ պաշտոնապես գրանցվել է թիվ HR 6534 օրինագիծը, որը հետևյալ կերպ է վերնագրված. Ադրբեջանին աջակցության սահմանափակումների վերացման մասին։ Տեքստը այս փաստաթղթի դեռևս չի հրապարակվել, բայց կարող ենք ենթադրել, որ այն հենց այդ 907 ուղումը վերացնելու վերաբերյալ է։ Ավելին Ադրբեջանում խոսում են այն մասին, որ այդ փաստաթուղթը ընդունվելու դեպքում նաև հնարավորություն կտա վերացնեն այն արգելքը, որը այժմ Միացյալ Նահանգների վարչակազմին խանգարում է Ադրբեջանին զենք վաճառել։ Իսկ նախաձեռնությունը ումն է։ Նախաձեռնողը հանրապետական կոնգրեսական Ֆլորիդան ներկայացնող Աննա Պաուլինա Լունան է, նա նախագահ Թրամփին մտերիմ քաղաքական գործիչ է, 2022 թվականի հանրապետական պրայմերիզի ժամանակ հենց Թրամփի աջակցությամբ նա ընտրություններում հաղթեց, մի քանի անգամ ուղեկցում էր նախագահին տարբեր ուղևորությունների ժամանակ, այդ մեքսիկական ծագում ունեցող օրիորդը, այսպես սկանդալային համբավ ունեցող քաղաքական գործիչ է, ժամանակին նա ծառայել է ռազմաօդային ուժերում, իսկ մինչ այդ զարգացնում էր մոդելի իր կարիերան եւ նկարահանվել է Մաքսիմ ամսագրի համար, որը այսպես կասկածելի համբավ ունեցող բարբերական է, նաեւ էրոտիկ ֆոտոսեսիաներում է հաճախ հանդես եկել, հավանաբար դեռ իր մոդել եղած ժամանակներում է ծանոթացել Թրամփի հետ, ով
ով սիրում էր գեղեցիկ օրիորդներով իրեն այսպես շրջափատել, հիշում ես Miss Տիեզերք մրցույթի սեփականատերն էր Տրամպը։ Բայց այսօր նա այսպես ազդեցիկ քաղաքական գործիչ է եւ հարցեր է լուծում վարչակազմում։ Այդ իմաստով կարող եմ ենթադրել, որ հանրապետական վերնախավը տեղեկացված է եղել այդ օրիորդի նախաձեռնության մասին։ Իդեպ հենց Աննա Պաուլինա Լունան է ժամանակին Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի եւ իր արժանինքների թվում նաեւ հիշատակել է այն մասին, որ հենց Թրամփի շնորհիվ են հայերը եւ ադրբեջանցիները հաշտության եկել։ Իդեպ նաեւ նա է եղել նախաձեռնողը հայտնի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆի դեմ պատժամիջոցների։ Իսկ մեծ է հավանականությունը, որ այս ամենին ընթացք տրվի, ընդཐུպ, մինչև հասնի այնտեղ, որ ուղումը վերացվի։ Դե հաշվի առնելով այդ օրիորդի կուսակցական պատկանելիությունը եւ ազդեցությունը վարչակազմում, կարծում եմ Սպիտակ տանը եւ պետդեպում տեղեկացված են իր այս նախաձեռնության մասին, սակայն չեմ կարծում, որ նախաձեռնողը հենց իշխանությունն է եղել, ավելի շուտ սա փորձ է բալանսավորելու հայկական լոբբիի ազդեցությունը։ Գիտենք, որ կոնգրեսիում առնվազն 2 նախաձեռնություն կա պրո-հայկական հենց այս թեմային վերաբերող։ Ժամանակին կոնգրեսական Գազ Բիլարակիսը եւ Դինա Տիտուսը նախաձեռնել էին մի օրինագիծ, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Մինչ այդ էլ Բրեդ Շերմանն էր առաջարկել օրինագիծ, որը զրկելու էր նախագահին այդ 907 ուղումը դադարեցնելու իրավասությունից։ Կարծում եմ այս օրինագիծը իշխանություններին ավելի շատ պետք է իսկապես բալանսավորելու եւ հակազդելու պրո-հայկական ուժերի ազդեցությունը։ Իհարկե ուշ թե շուտ այդ ուղումը վերացվելու է։ Այժմ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև շարունակում են բանակցությունները ռազմավարական գործակցության շուրջ եւ սպասվում է փաստաթղթի ստորագրում։ Անհամատեղելի է այդ ուղումը այդպիսի համաձայնագրի հետ։ Բայց արդյոք այսօր է հենց այն օրը, երբ Միացյալ Նահանգների վարչակազմի շահերից է բխում այդպիսի փաստաթուղթ ընդունել եւ հանել պատժամիջոցները Ադրբեջանից։ Կարծում եմ ոչ, քանի որ Ադրբեջանը դեռ չի կատարել իր պարտավորությունը, որը ստանձնել է օգոստոսին Սպիտակ տան ուրեմն կա հայտնի կաբինետում եւ չի ստորագրել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագիրը։ Իսկ Միացյալ Նահանգներին պետք է այդ լծակը, որը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում ազդել վարչակա Ադրբեջանի վրա, ճնշում գործադրել եւ այդպիսի լծակից կարծում եմ Դոնալդ Թրամփը իրեն այդպես հեշտությամբ չի ազատի։ Ամեն դեպքում սա հարց է, որը դեռ եթե ոչ տարիներ, ապա ամիսներ իհարկե կպահանջի։ Այսինքն Բաքուն մեծ սպասելիքներ չպետք է ունենա։ Սպասելիքները մեծ են, բայց Բաքվում շատ տարբեր կերպ են մեկնաբանում եւ շանսերը եւ հեռանկարները։ Օրինակ Modern AZ ադրբեջանական պարբերականը վերնագրել է իր հոդվածը հետեւյալ կերպ. 907 ուղումը վերացվում է, ինչ զինատեսակներ են Ադրբեջանը ձեռք բերելու Միացյալ Նահանգներից։ Կարծես հարցը լուծված է եւ միակ հարցը, որ այժմ պետք է քննարկեն, թե կոնկրետ ինչ զենք են ձեռք բերելու։ Եվ օրինակ անվտանգության հարցերով փորձագետ Իլհամ Իսմայիլը կարծում է, որ այդ փաստաթղթի ընդունումից հետո Ադրբեջանը կկարողանա Միացյալ Նահանգներից F-16 կործանիչներ գնել։ Բայց ոչ բոլորն են այդքան լավատես Բաքվում, օրինակ Հակին Ազ պարբերականը իր հոդվածում հակառակ տեսակետն է հայտնում, մեջբերեմ։ Չնայած նախագահ Թրամփի հետ կոնգրեսական Լունայի սերտ կապերին, նրա նախաձեռնությունը կարող է կոնգրեսում բախվել հայամետ ուժերի արգելափակմանը, հանրապետական մեծամասնությունը ամենևին էլ չի երաշխավորում, որ հարցը մեխանիկորեն կլուծվի, քանի որ կան նաև հանրապետական կոնգրեսականներ, որոնք սպասարկում են հայկական լոբբիի շահերը ու պատրաստ են կանխել Ադրբեջանի համար օգտակար նախաձեռնությունները։ Շնորհակալություն Արծիվ։